Բարև ձեզ։ Սեպտեմբերի 17-ին մենք ընտրելու ենք Երևանի ավականին եւ Երևանի քաղաքապետին։ Ես Դավիթ Ստեփանյանն եմ եւ մոտակա 1 ամիսը, մինչեւ սեպտեմբերի 16-15-ը, ես վարելու եմ Երևանն ընտրում է հաղորդաշարը առաջինի եթերում։ Այդ 1 ամսվա ընթացքում մենք կզրուցենք Երևանի քաղաքապետի տեխնացուների հետ, ավականի տեխնացուների հետ, տարբեր իմ գոլեգաների հետ, գործընկերների հետ եւ կփորձենք հասկանալ, թե ով է խոստանում մեր մայրաքաղաքին, մեր սիրելի մայրաքաղաքին, ավելի պայծառ եւ ավելի լավ եւ ավելի ամենակարևորը արժանապատիվ ապագա։ Այսօր մեր առաջի հյուրն է Երևանի քաղաքապետի հաղթանակուսակցության տեխնացու Վիկտոր Մնացականյանը։ Բարև ձեզ, պարոն Մնացականյան։ Շնորհակալ եմ, որ դուք այսօր մեր տաղավարում եք։ Պարոն Մնացականյան, առաջի հարցը շատ կարճ է։ Ես կարծում եմ, որ դուք շատ լավ հասկանում եք ինչև ես ուզում դրանով ասել։ Ո՞րն է Վիկտորի պլանը։ Վիկտորի պլանը դա հաղթանակի պլան է։ Դա թարգմանված նաև իհարկե բառախաղ կա իմ անվանով կապված, բայց ինքը պրոգրեսիվ նախընտրական պլան է քաղաքային կառավարման եւ ընդհանուր փոփոխությունների բարեփոխումների, որովհետեւ մեզ համար ամենակարևորը համակարգային փոփոխություններն են։ Միայն ընտրվելով չի, միայն ավականի անդամ դառնալ չի, միայն քաղաքապետ ընտրելով չի եւ հետագայում ավականի նիստերին մասնակցել չի։ Մեր հիմնական նպատակը Վիկտորի պլանի, որ մենք ունենք Երևան քաղաքի ամենակարևոր եւ Երևան քաղաքի համար կենսունակության համար ամենակարևոր բոլոր ոլորտների բարեփոխումների համակարգային փոփոխության այդ բոլոր հարցերի պատասխանները մենք ունենք կարելի ասել։ Այստեղ իհարկե դժվարություններ շատ կլինեն, խնդիրներ, խոչընդոտներ, բայց հնարավոր է։ Եվս մեկ ցիտատ ձեզանից, ինչպես եք պատրաստվում դարձնել Երևանը ավելի մարդամոտ։ Դա մի քիչ ավելի ես շատ կուզենայի մի օր մենք նվիրենք հենց մարդամոտ գաղափարին, որովհետև մարդամոտությունը դա այնա, որ միշտ երևանցիներին Երևան ասոցացվել է շատ սկսած տուրիստների, թե հենց Երևանի բնակիչների եւ երևանցիներից սկսած 60-ականներից, որտեղ գիտեք 40-ականների 50-ականները շատ ավելի դժվար է եղել Երևանի համար, բայց 60-ականներից է ծաղկուն շրջանն է սկսել եւ օրինակ եթե վերցնենք Երևանի ամենահետաքրքիր որպես ինքնության մաս կազմող էլեմենտներ, օրինակ պուլպուլակը հենց ինքը մարդամոտության նշան է եւ որտեղ դա թույլ է տալի, որ անծանոթ մարդիկ, այսինքն դու հնարավորություն ես տալի քո բակում եւ օրինակ հիշատակ ինչ որ մեկի պուլպուլակ ա եղել, բակի բնակիչները որպես հարգանք կամ ընդհանուր, հա, ոչ ժամանակ շատ էր ծառեր չէ եղել կանաչապատ տարածքներ, որ մարդիկ այդ քայլելուց այդ տապին հատկապես խմեն ջուր, որը եւս ինքնության մասանջով, նաեւ որտեղ ինքը շատ յուրօրինակ աշխարհում շատ քիչ տեղեր կան, հատկապես մայրաքաղաքներ, որ ունեն մեր պուլպուլակի ոնց որ ճակերտավոր ինստիտուտը։ Դա եւս մի ձև է, բայց իրականում այդ մարդամոտությունը պետք է ամենաառաջերտին լինի, որ քաղաքային իշխանությունները պետք է մարդամոտ լինեն երևանցիներին։ Երևանցիները պետք է մարդամոտ լինեն հենց ինքներս երևանցիներին, բայց այդտեղ կա շատ նաև քաղաքաշինական ասպեկտ, որ մեր քաղաքները պետք է կառուցեն եւ ընդհանրապես քաղաքաշինական առումով բոլոր օրինակ էլեմենտները, մեր պուրակները, մեր այգիները, մեր հասարակական տարածքները, մայթերը, բակերը պետք է մարդամոտ լինեն։ Մարդամոտը ինքը եթե բացենք, օրինակ տարբեր հարմարավետության հետ կապված եւ անվտանգության հետ կապված ոնց որ հոմանիշներ պետք է լինեն, օրինակ կոմֆորտ բառը ցավոք հայերենում չկա այդ կոմֆորտի ուղիղ հոմանիշը, փորձում ենք հարմարավետության, բայց քեզ պետք է ընդհանրապես կոմֆորտնի լինի գտնվել այդ քաղաքում։ Ընդհանրապես կոմֆորտնի քաղաքը դա ամենակարևոր ցուցանիշն է։ Կոմֆորտն է կոմֆորտնի կարա լինի մայթը, պուրակը, բայց եթե բնակիչները օրինակ վատ տրամադրվածություն ունեն, օրինակ իրենց հանդեպ կամ բակերում, իսկ մեր բակերի հիմնական ամենակարևոր, եթե ես հիշեմ օրինակ այն բակերում, որոնք ես ապրել եմ, մեծացել եմ, ամենաառաջին տպավորությունը դա հենց մարդամոտությունն է, որ ժամանակին մենք ընդհանրապես մեր դռները չենք փակում, անգամ եթե նոր հարևաններ էինք ունենում, մենք սովորացնում էինք, որ եթե մի հարևան գալիս է ուրիշ տեղից, որ սովորել փակ πάει, որ մենք կարանք ասենք, հիշում եք, այդ իրարից աղուզելը եւ այդ ամբողջը բերում է մարդամոտության, որտեղ հիմա մարքեթինգի մասով որ ամենա կարևոր մասնագիտություններից է օրինակ բրենդինգը, երբ որ բրենդինգի համար, երբ որ անում են խորքային անալիզներ կամ ինչ որ արխետիպերի քննարկումներ, նաև պետք է որ քաղաքը քննարկում ես, եւ մենք երկար ուսումնասիրել ենք շատ իմ օտար երկար ընկերների եւ
տարիներով ամենաառաջին հարցնում է ես ինչ է ասոցիացում Երևանը, ինչ հետաքրքիր բաներ կան եւ այդ մարդամուտությունը ամենակարևոր բանն է եղել, ոնց որ այտենց գաղափարն է եղել եւ մարդամուտությունը նաեւ թույլ է տալիս, որ մենք հանգիստ լինենք հետագայում մեր երեխաների համար, ասենք գիտենք, որ դե մեր բակում անպայման չէ, անպայման կինս նայի մեր պատանից իմ երեխան ապահովա, մենք գիտենք, որ դա հարևանն է անում, անծանոթն է անում։ Մարդամուտության փիլիսոփայությունը պարզ է, ձեր պարոն Ասականյան։ Մարդամուտ քաղաքի մի մասն է անվճար հասարակական տրանսպորտը։ Ո՞վ է վճարելու անվճար հասարակական տրանսպորտի համար։ Տարբեր։ Ինչպես եք դուք դա պատկերացնում։ Շատ պարզ, հասկանալի է, որ շատերը անհանգստացած են այդ գաղափարով, բայց որտեղ շատերը անհանգստանում են, որ կարող էին դա դեռ շուտ անել, օրինակ ֆինանսական աղբյուրներ գտնելու համար շատերը ասում են պետք է անել բյուջեի քաղաքի, օրինակ ոնց եք պատկերացնում, օրինակ հաղթանակ կուսակցությունը բյուջեի հաշվին, մենք չենք պատրաստվում բյուջեի հաշվին Երևան քաղաքի դա անել։ Տարբերակները շատ են, սկսած որպես սոցիալական արդարության էլեմենտ օգտագործելուց, վերջացրած մինչև ճիշտ գումարներ փնտրելուն։ Օրինակ մենակ վարչական շրջանում, կենտրոն վարչական շրջանում, քանի որ գույքը ամենաթանկն է եւ անշարժ գույքը, ես օրինակ հիմա նայում եմ ես ձեր նկարներից, տեսնում ենք հիմնականում Երևանի մանսարդաները, չէ՞։ Այս մանսարդների մեջ կա օրինակ մենք ունենք մի հատ շենք Երևան քաղաքում, մոտավորապես մի բակ 7-ից 8000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Բակը մեծ է, ես նկատի ունեմ այդ մի քանի հասցեներ այդ բակի։ Դուք եկեք պատկերացնենք, ես հիմա օրինակ ընդհանրեն օրինակ եմ ասում, բայց կներեք չեմ կարող հիմա ավելի մանրամասնել, որովհետև դա մեր ռազմավարության մաս է կազմում, մենք մի օր սպասում ենք դեբատում քննարկենք իշխանական թևի հետ, որ արդեն ավելի մասնագիտացված եւ այդ հնարավորությունը ձեզ կտան։ Մենք անպայման կօգտվենք այդ հնարավորությունից, բայց ընդհանրեն մի օրինակ եմ վերում անսարդը, օրինակ որ ժամանակին, երբ որ ես աշխատում եմ քաղաքապետարանում, մենք այդ քննարկում ունեցել ենք եւ գլխավոր ճարտարապետի հետ եւ քաղաքապետի հետ, որ կենտրոնի մանսարդները գնահատված չեն, այսինքն մանսարդը ինք իրանով հիմա շատ ցախ լարված են մանսարդ գաղափարից։ Մանսարդը վատ բան չի, Փարիզում է Վիեննա։ Փարիզու օրինակով այո։ Այո, իրականում Փարիզի մեծ մասը մանսարդների դրանք հետագայում վերակառուցված են, որտեղ հասկացել են, որ նոր շենքեր, նոր քառակուսիներ, այնտեղ բակերը շատ նեղ են, մեր նման մեծ չեն, հնարավորություն չկա նոր կառույցներ, բայց դա պետք է լինի գրագետ, դա պետք է լինի օրինական, դա պետք է լինի համահունչ եւ դա ամենակարևորը պետք է ճարտարապետական եւ գեղեցկական տեսքը շենքի չփչացնի եւ բնականաբար լինեն թույլտվությունները ցանկալի ճարտարապետների հեղինակների, բայց այդտեղ մենք ունենք մի հատ խնդիր մանսարդների դեպքում, որ քանի որ օրենքով բազմաբնակարան շենքի մասին 100% բաժնետերը բոլորը համարվում են, այդտեղ կենտրոնում համարյա դժվար գտնեք դուք մի հատ շենք, որ 100% թույլտվություն տա։ Ամեն դեպքում ես մի տարի որից աշխատել եմ, շատերը անգամ իսկ շատ այնց աչքին գնող մարդիկ Երևանում գալիս են ասում են, հեսա մենք բոլորի թույլտվությունները կբերենք, ասում են մենք ուրախ ենք, երբ որ մանսարդը քաղաքը մենք ժամանակ մենք ворթեգրել ենք, որ հնարավոր է, որտեվ Երևան քաղաքի քաղաքապետարանի հիմնական մեծ բյուջեները, նաև այդ տանիքներ, նաև հիմնականում հարթ տանիքներ, բայց թեք տանիքները եւս, որտեվ կենտրոնի բնակֆոնդը շատ հին է, շենքեր եւ տանիքները շատերը վերանորոգված չեն եւ այդ մեծ գումարները ծախսելու համար քաղաքին ձեռա տալեց, որտեղ լինի մանսարդ, բայց էլ եմ ասում, ոչ թե հարկ, այսինքն հարգի վրա բերեն հարկ դնեն, անկանոն մի հատ է երկրորդ հարգը, այլ ընդհանրեն ինչ որ հեռավորության վրա խորքության թեքությունը պահպանելով դա եթե պահպանում եք, հիմա նայեք, որ ես նայում եմ այս նկարներով, դրա համար հուշեցի, ընդհանրեն մեկ գալիս են այդ անվճար տրանսպորտին։ Մեր հաշվարկով օրինակ մոտավորապես չնայած այդ շատ թվերը շատ բաց չեն, մենք քաղաքապետանից հիմա պահանջելու ենք, երբ որ կլինի այդ դեբատը, օրինակ մի հատ թիվ եմ ասում 10 միլիոն դրամ Երևան ավտոբուս ՊԲ-ն, որ ամեն օրի այդ 100 դրամերով հավաքում է, 10 միլիոն դրամ երբ որ մենք բազմապատկենք տարեկան օրինակ ստանում ենք մոտավորապես 10 միլիոն դոլար, հա, շրջակայքում թիվ։ Ընդամենը վաճառելով այդ իմ ասած մի բագի ստեղծած հարևան բագի այդ օրինակ 8000 կամ լավ 10000 քառակուսին այդ շենքի տանիքները ընդամենը $1000, իսկ դրա շուկայական արժեքը կարժենա մոտավորապես 2.5 այս լավագույն ամենաեժանն եմ ասում կենտրոն գները գիտեք հիմա անշարժ գույքի մենք այսինքն մի բակի տանիքները մանսարդ վաճառելով մենք ունենանք այդ տարեկան մի գումարը։ Ես հասկացա ձեր մոտեցումը, ուղղակի ես չեմ կարող այս հարցը չտալ։ Այդ կտորները, որտեղ այդ մանսարդները պետք է տեղադրվեն, ես կիսում եմ ձեր մոտեցումը որպես Երևանի քաղաքացի, նրանք վաղուց զավթված են մեր Երևանի կենտրոնի կտորների վրա, դուք որպես կենտրոնի թաղապետ դա շատ լավ գիտեք, նախկին թաղապետ, գյուղեր են կառուցված։
գյուղեր, բարից բուն իմաստով։ Ես գիտեմ դուք որ հասցեն ասում Լեմքինի ինչ ենք անելու այդ գյուղերի հետ, ոչ մի նոտարի շենքը, Թումանյան փողոցի վրա կա այդպիսի կտուրներ, Սայաթ-Նովայի վրա կա, հենց քաղաքի սրտում, բազմաթիվ են։ Նալբանդյանի վրա կան, ես որպես Երևանի քաղաքացի ուսումնասիրել եմ այդ հարցը, սա շատ կնճռոտ հարց է իրականում եւ ես երբ որ կիսվում եմ այդ հարցով, այդ խնդիրը բարձրացնում եմ, ես հասկանում եմ, որ այդ կտուրները դարձել են երևանցիների աչքի գրողը։ Ինչպես եք դուք պատրաստվում այդ հարցը լուծել եւ այդ գյուղերը վերացնել եւ սարքել այնտեղ մանսարդներ, որոնց միջոցով կֆինանսավորի մեր Երևանի հասարակական տրանսպորտը։ Իրականում շատ լուրջ բան չի, պարոն Ստեփանյան, դուք շատ մռայլ գույներով ներկայացրեցիք, իրականում շատ դեղը սարսափելի շենքեր ունենք, որ ընդհանրապես ամոթ է եւ խայտարակություն է, բայց հավատացեք կենտրոն վարչական շրջանում, չեմ ասում կենտրոն, որովհետեւ վերադառնում, որ քառակուսի մետր գինը շատ ավելի թանկ է։ Հիմա կենտրոն վարչական շրջանում ընդհանրապես կա 20% պապականված որոշները որ հնարավոր է վերականգնել, այսինքն եթե մենք այդ ամբողջ շենքը շարունակենք, բայց արդեն քաղաքապետարանի նախագծով, որ ես ասում եմ, որ վաճառենք, նշանակում է, որ քաղաքապետարանը պետք է հայտարարի ունենք մրցույթ, ճոր ճարտարապետական մասնագիտացված գրասենյակ այդ մրցույթը հաղթահարի եւ համահունչ եւ այդ ճարտարապետների անպայման քաղաքաշինական Երևան քաղաքի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդով հաստատված այդ մանսարդների այդ նախագիծը լինի, օրինակ մենք ունենք, ես տեսել եմ օրինակ տարբերակ Մաշտոց 37 հասցրեմ, այդ հայտնի օպերան իջապես դիմաց, Սպենզարյան փողոց, Թումանյան, Մաշտոց Սպենզարյան, Թումանյան 37, Մաշտոց 37 եւ Սպենզարյան փողոցի հատվածն է, այդ ասում են ինտերնացիոնալի հայտ շատ հայտնի բակերից է, Նիկողաս Բունյացյանի հեղինակությամբ Երևան քաղաքի առաջի գլխավոր ճարտարապետի, բայց ես նախագիծ եմ տեսել, ընկերներից մեկի երիտասարդ ճարտարապետից մեկը արել, բավականին շատ հետաքրքիր էր, այսինքն եւ կարհին եւ համադրությունը։ Օրինակը դա տարբերակ է, դա օրինակ չեմ վերցնում։ Բայց տենց է դա օրինակներից մեկն է, բայց մենք չկարողացանք անել, որտեղ ընդհանրապես մի, ասենք 99, ասենք 200 բնակարանից մեկը կարող չլիներ, եւ այդտեղ մենք ունենայինք խնդիր, այսինքն երբ որ դա նշանակում է, որ քաղաք արդեն իր ծրագրերը չի կարող առաջ տանել, որտեղ սխալ օրենսդրական կարգավորումների պատճառով միանշանակ այդ փողը պետքա փոխվի, որտեղ եթե ինձ մեկը բացատրի, այսինքն այդ բնակիչին ինչ ենք մենք ժամանակին սարքել փայատել մի շենքում, որ օրինակ ինքը չի կառուցել, ներդրում չի արել, պետությունը միլիոնավոր դրամներ, ռուբլիներ ժամանակ ծախսել է, կամ որևէ գործարան, կամ որևէ նախարարություն։ Մենք իրան ասում ենք, դու փայատեր ես։ Ինքը ասում են, «Պա ուրախանում ես», դու հասկանում ես, չի ուրախանում։ Պատվալում ջուրալցում, ասում են դու պետք է անես, Վիոլան ասում է 1.5 մետր հեռավորությունից մենք պետք է անենք, իրանք չեն անում։ Այսինքն այդտեղ դժում է առաջի արգը, որովհետև սխալ նույնը, ասենք, տանիքը ջուրը կաթում է, դիմում է թաղապետարան, ասում է, թեք տանիք է, ասենք 60 տարի է, որևէ մեկը չի նորարարքի, խնդրում եմ ուշադրություն արեք, թաղապետարանը ասում է, շնորհակալություն, մի օր կանենք, ձեր հերթը կհասնի 5 տարի հետո, որտեղ ասում է, դա բազմաբնակն է, համատիրության է ենթարկվում, դուք պետք է անեք, դիմեք ձեր համատիրության, դիմես համատիրությունը այլ խնդիրներ առաջարկում, այսինքն Երևանում մի քիչ անհամաչափություն կա, այստեղ մի քիչ մարդաբանական խնդիր կա, հասկանում եք, օրինակ եմ ասում, չգիտեմ, կասկադի բնակիչ երբ որ գումարը տալիս է համատիրությունը, որը նաև սպասարկում է օրինակ Կրիվոյի շենքերը, խառնում եմ իհարկե տարբեր համատիրություն, բայց օրինակ եմ վերում։ Այսինքն մարդ ասում է, չի, ես պետքա տամ 4 բակենկով, ինչ որ մեկի տանիքը փոխեք։ Դրա համար այստեղ ընդհանուր համատիրությունների մասին օրենքի փոփոխություն պետքա լինի, այստեղ բազմաբնակարան շենքերի մասին մենք շատ են խոսում իմ գործընկերներ համատիրությունը ընդհանրապես վերացնելու համար։ Ես գտնում եմ իրոք այդտեղ խնդիր կա, բայց պետք է նաև ոչ թե օրինակ համատիրություն, կառավարչական հիմնարկներ։ Եվ այդ նույն կառավարչական հիմնարկները արդեն քաղաքապետարին կարող ներկայացնել են մանսարդների ցանկը, որոնք ծանրաբեռնված չեն եղած մանսարդներով, անօրինականի մասին է խոսքը։ Եվ քաղաքը կարող է վաճառել, եւ այդ վաճառած գումարը, ասում եմ, ընդհանրապես մեկ բակի տանիքի վաճառած գումարով մենք կարող ենք Երևան քաղաքի մի տարվա ավտոբուսի բոլոր մեր ուսանողության, երիտասարդության, սակավ հնարավորության մարդկանց տրանսպորտային այդ 100 դրամները հարցը լուծել։ Պարզապես մոտեցումը, տեսեք, պարոն Մնացականյան, հիմա ես ձեզ լսելիս ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ այս բոլոր ծրագրերը, որոնց մասին դուք խոսում եք, դուք մշակել եք եւ ունեցել եք ձեր կենտրոն թաղապետ լինելու ժամանակ։ Ինչ կուզենաք դուք հիմա անել որպես Երևանի քաղաքապետ, եթե դառնաք քաղաքապետ, ինչը չեք կարողացել անեք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով կենտրոնի թաղապետ լինելու ժամանակ։ Ամենագլխավոր ուղղությունները։ Գիտեք, քաղաքապետ, թաղապետ, որ ասում եք, մի քիչ շատ այնց համահունչ է եւ շատ բան է հնչում, էլ հավասարազոր, բայց հնարավորությունները ավելի շատ են, հետ եմ ուզում ասել։ Խայտարակիչ են։
այն ինչ որ ունեն վարչական շրջանների լիազորությունները ղեկավարի, դա տենց ծիծաղալով ենք շատ ենք ասում, որ օրինակ Ժեքի Պետերնախին ավելի շատ լիազորություններ են, քան հիմա վարչական շրջանի ղեկավարները։ Այն ինչ որ մենք ունենք, դա էլ չկար, այսինքն երբ որ կանաչապատումը, չէ, աղբանություն, ես անդադ ասում, բարեկարգումը չի կարա չլինի վարչական շրջանի անմիջական ղեկավարության ինիցիատիվայի։ Լիազորությունների խնդիր կա, որովհետև այդ վարչական շրջանը պետք է նենց անի, օրինակ, քանի վարչական շրջանը ղեկավար է եղել, խնդրում երևանցիները կարան այս ձեր ենթադրում եմ ինչ-որ Facebook-յան կամ YouTube-յան post-ի տակ գրեն, որ վերջի 4-5 տարվա մեջ գնացել են օգնել վարչական շրջանները, որ տնտեսական բան ունի, ինչ որ ինտենսիվությունը արագանա։ Օրինակ, տարբեր վարչական գնացեն հարգելիս դու կաֆե ես բացում, կարանք օգնենք, որ բացօթյա կաֆե դնես։ Մարդիկ այդ փորձը իհարկե մենք անհամեցություն չնասել, երևի այն ժամանակ մեղելա 18-19 թվականների որ ես աշխատել եմ, մենք մեր թիմով։ Մենք գնում ենք կենտրոնը մարդկանց դիմենք, ասում ենք ինչի՞ չեք ուզում կաֆե։ Ես բազմաթիվ անգամ փողոցներում տեսել եմ բեյջով։ Ես ասում եմ ինչի՞ չեք ուզում կաֆե բացել։ Մենք էլ այդ մարդիկ ասում են մենք 5 տարի այս կաֆեն վարձում ենք սեփականատիրոջից։ Մեր սեփականատերը ասել է որ քաղաքապետարանը չի թողում ստեղ մայթի դնեն նրանք 4 հատ սեղան։ Ասում եմ այդ թողողը մենք խոսանք քաղաքապետարանի հետ, այն ժամանակ մենք արում ենք օպերատիվ աշխատել առևտրի վարչության, գովազդի եւ այլն։ Բայց գնալով դա դժվարացավ։ Որովհետև թույլտվությունը պետք է տա հենց վարչական շրջան, իմացածը դա, բայց հետո պարզվեց այդ թույլտվությունը, կաֆեի թույլտվությունը պետք է տա ոչ թե վարչական շրջանը, ղեկավարը, բացօթյա տարածքի պետք է տալիս է քաղաքապետարանը, գովազդինը տալիս է քաղաքապետարանը, մանսար, բանի, մարկիզաներին տալիս է հնարավորությունները աճում են։ Չէր կարող անել։ Հիմա դեռ հնարավորությունները աճում են, ինչ եք պատրաստվում անել, ինչ որ չեք կարողացել այն ժամանակ անել, օբյեկտիվ պատճառներով։ Այդ դա գրած է հենց ձեր նշած Վիկտորի պլանի մեջ, որը մենք շուտով սպասենք Վիկտորի պլանին։ Դա մոտ կլինի սեպտեմբերի 10-ից հետո, որ բայց մենք պարբերաբար հիմա ոնց որ հասարակությանը տենց անհանգստացրեց եւ շատ հուզեց եւ շատ հետաքրքրեց, որտեղ մենք արդեն ստանում ենք հարյուրավոր թե ոչ հազարավոր մեկնաբանություններ եւ դրական եւ բացական մարդիկ ուղղակի չեն հասկանում, որտեղ իրենք ասում են փաստորեն հնարավոր էր անվճար հասարակական տրանսպորտ։ Մենք ասում ենք այո հնարավոր էր եւ մենք ասում ենք գումարի տեղից այդ մասը նայեցի ասեցի, բայց մենք ունենք 5 Վիկտորի պլանի մասին խոսել հիմա մեր եթերում։ Լավ, օրինակ կարող եմ հնչեցնել, որ նույն եթե մենք խոսեցինք կենտրոնի մասին, ասեմ, որ Վիկտորի պլանով նախատեսում ենք, որ երբ որ մենք ավականի զբաղացնենք մեր համապատասխան դերը, մենք անպայման ենք անելու, որ օրինակ Երևան կենտրոնում հատկապես նկատի ունեմ փոքր կենտրոնում լինեն մորատորիա հայտարարենք 4 հարկից ավել բարձրակ շենքերի կառուցման թույլտվություններին, որովհետև ընդհանրապես իրականում ցանկալի կներ որևէ բան չկառուցել մոտակա 2-3 տարին, մինչև Երևանը չունենա ամենակարևոր փաստաթուղթը, ռազմավարական մաստեր պլանը։ Իսկ մենք 5 տարի տեսնում ենք մեր ավականին խոսում ամեն ինչից, բացի ռազմավարական մաստեր պլանից։ Մենք ես չտեսա մի քաղաքապետ, որ խոսա ռազմավարական մաստեր պլանի մասին։ Ավելին ես չգիտեմ այդ մարդիկ պատկերացնում են դա ինչ է։ Պայքարում ենք հետևանքների հետ ու պատճառները չի եթե դու գնաք բանկից մոտ վարկ վերցնեք բիզնեսի համար $5,000 ընդամենը, ձեզ այն ուզում են մաստեր պլան, ձեզ բիզնես պլան կներեք, էս են։ Հիմա դու ուզում ես վերցնել քաղաք, մի հատ քաղաքի կառավարում, դա կլինի կուսակցություններ, բայց ասում դե լավ կլինի, մենք էս կանենք, ենք անենք, մենք կոնկրետ փաստացի ասում ենք, օրինակ, այս ոլորտում պատրաստում ենք sense մի բան անել։ Օրինակ, մշակույթի կարևոր մեր համար ամենակարևորը, որովհետև մենք չենք պատկերացնում, չի կարա մի քաղաքը լինի, օրինակ մարդամոտի մեջ, նաև հիմա օրինակ մրցակցայինը։ Ինքը պիտի մրցակցային լինի, որ 21-րդ դարին 21-րդ դարը նոր է սկսվել։ Մենք sense խոսում ենք ընդամենը 23 տարի, 23 տարվա մեջ մենք ինչքան բան ունենք անելու, բայց քաղաքները վերաիմաստավորվում են։ Եվ այդ մրցակցությունը կարևոր է, որովհետև ո՞րն է դա այդ մրցակցությունը։ Օրինակ որ որևէ մեկ ասենք եվրոպացի դա կլինի երիտասարդ, որը ծրագրավորող է կամ ինչ որ աշխատանք, որի աշխատանքը կապված չի անպայման իր քաղաքի հետ կամ իր երկրի հետ։ Ինքը ասում է, ուզում եմ ընտրեմ որ քաղաք գնամ ապրեմ։ Դուբայ, Երևան, օրինակ Թիֆլիս, դե վերցնում է օրինակ ասենք Բալիում գնա որևէ մի հատ ինչ որ տեղ վարձնի կամ հակառակը գնա Աֆրիկա կամ չգիտեմ ինչ որ մի տեղ։ Մենք պետք է առաջարկենք կարող, բայց հիմա մենք բան չենք առաջարկում որևէ բան, չէ՞։ Օրինակ եթե դու ես ռեստորան, հիմա բոլոր տուրիստական կազմակերպությունները եւ այլն քննարկում են մենյուն, գինը, ասենք աղմուկն են ասում, ծխելու է թե չէ։ Նրանք չգիտեն Երևան ինչ քաղաք է։ Այսա խնդրեմա մենք ներկայացված չենք աշխարհին եւ ոնց է որ ներկայացված ենք, ցավոք, լավ կողմից ներկայացված չենք։ Պարոն Սակյանյան, շատ կարճ, ուրբանիստիկան ինչպես կգնահատեք Երևանի այսօրվա։ Վատ։ Ես մի հատ ես բան ասեմ, էլի օրինակներից, երբ որ ես աշխատում եմ կենտրոն վարչական շրջանի ղեկավար,
իմ ծանոթներից ոնց որ շատ աչքին գնող տենց սրտացավ երևանցի նկատեցինք, որ խնդրեցինք օրինակ հրավիրեցի աշխատանքի պոլիտեխնիկ համալսարան դասախոս էր, ճարտարապետ էր եւ որպես միակ մարդներ, որ ինքը ուրբանիստ էր, այսինքն ինքը հասկանում էր ուրբանիստիկայից։ Եվ մենք միասին շատ բաներ քննարկեցինք, տենց հետաքրքիր թիմ ձևավորեցինք։ Իմիջիայլոց շատ հազվադեպ է լինում, որ քաղաքապետարանում մարդիկ աշխատեն, որոնք ուրբանիստիկայից հասկանան։ Համենայն դեպս Երևանով քայլելիս այդպես տվյալներում է տարչիկը, որի մեր ընկերներից մենք շատ լավ ընկերություն ենք անում, հիմա աշխատում է շինարարական կազմակերպություններից մեկում, որտեղ ինքը այդ իր փորձառությունը քաղաքապետարանի շատ պետք եղավ այլ բանի մասնավորին։ Բայց ցավոք քաղաքապետարանը դա չգնահատեց կամ այլ կոմիտեներ։ Հիմա ինչ եղավ։ Հրավիրեցինք, ասենք որպես ուրբանիստ իրան աշխատանքի ընդունենք։ Ես 3-4 ամիս տարածքային կառավարման նախարարություն, քաղաքապետարան, ես իմ քաղաք, այնքան պրոբլեմ, ասում եմ, ի՞նչ է նշանակում ուրբանիստ։ Ասում եմ գրեք քաղաքաշինը, ասում եմ ոչ, այդտեղ կարևոր ուրբանիստ է, որտեղ մենք ինքը շփվում ենք դեռ չենք թևակողել։ Ասում եմ, մենք այն ժամանակ հրավիրել ենք օրինակ եկել էր ծրագրերից մեկով Կոպենհագենի հեծանվային քաղաքապետը, բայց ասում եմ, դա քաղաքապետը հեծանվային, ոչ մի ինժեներինգ եւ ասենք bicycle եւ այլ խոսում ենք, ինքը պիտի ներկանա, չէ՞, ասում եմ, ես քաղաքաշինարար եմ, երբ որ այս ժամանակին սովորում էի իրավաբանական ֆակուլտետում, մի հատ շատ հետաքրքիր դեպք եմ հիշում, շատ հայտնի մի հատ սահմանադրագետ կար, ռուս, ասում եմ, երբ որ ես գնացի Ամերիկա, ասի դուք ով եք, ասեց ես բուրժուական բան եմ, դա պրոֆեսոր եմ բուրժուական երկրների պետության իրավունքի բան, ասում եմ, կնեք բուրժուականը ո՞րն է, ամերիկացիք չեն հասկանում բուրժուականը ո՞րն է։ Հիմա մեր այդպես խնդիր կար, որ մենք ուրբանիստ տենց էլ այդ աղջկան միջև վերջ ագնեսային չգրանցեցին ուրբանիստ, որ ու միջև հիմա Երևան քաղաքում չկա այդ ուրբանիստը։ Ես ավելին ասեմ, կառավարությունը պետք է օրինակ վարչապետը ցանկալի կներ ունենակ օրինակ ծանոթ ֆուտուրոլ ծանոթ կնեք ճանաչած ֆուտուրոլոգ բերեն մի տեղից, հա, ասեն սա պետք է օրինակ ամիսը մի անգամ վարչապետին, ազգային ժողովին, կառավարությանին ասեն, ասել օրինակ աշխարհում պետք է լինի սենց մասնագիտություններ հետագա 5 տարին կարող է պետք գան, որ դա էլ մենք վերցնենք, դնենք այդ ռազմավարական մաստրպլանի մեջ, որտեղ իմանանք մեր քաղաքի ինչ տիպի քաղաք ենք ուզում զարգացնել, ով ապրի հետագա մեծ քաղաք, ծառագրավորողներ, օրինակ եմ ասում, թե մենք ուզում ենք սա սպորտսմենների համար լինի, իհարկե, պարզ է, ինքը դες մասնագիտությունները չի լինում ուրբանիստական քաղաքներ։ Ես ընդհանրապես օրինակ եմ բերում կոպիտ, այո, հասկանալի է։ Բայց մենք ուզում ենք մարդիկ գան երեխա մեծացնեն, թե մենք ուզում ենք մարդիկ գան ստեղ թոշակառուները հանդիսանալու։ Շատ հետաքրքիր մոտեցումներ են, պարոն Նացականյան, ես լիովին կիսում եմ այդ մոտեցումները, ցավոք սրտի մենք դրա մասին չենք մտածում, բայց մեր ժամանակը սպառվում է, ես ստիպված եմ տալ մեր վերջին հարցը, իրականում հարցերը շատ բազմաթիվ են, ես բազմաթիվ հարցեր ունեի։ Չէ, ձեր Վիկտորի դեպքում, եթե դուք դառնաք Երևանի քաղաքապետ, ո՞րն է լինելու ձեր հիմնական տարբերությունը ԿՊ-ի տեխնացու Տիգրան Ավինյանից։ Ինչով եք դուք տարբերվում։ Չեմ ասի սրտացավությամբ եւ այլն sense բաներ, որտեվ շատ են երևի սիրում են Երևանը, բայց այդ Երևանը կյանքը ցույց է տալիս, որ եթե դու ինչ-որ բանի մասնագետ չես, դժվար է իրոք էֆեկտիվ օգուտ տաս քո քաղաքին, օբյեկտիվ եւ էֆեկտիվ արդյունք տաս քո քաղաքին։ Ժամանակները շատ արագ են գնում։ Մեր օրինակ ոնց ասեմ Երևանը այսօրվա դրությամբ մենք ասենք մենք մրցակցային քաղաք, մարդամոտ քաղաք, բայց մենք անվտանգային խնդիրներ ունենք, հասկանում եք։ Երևանը շատ են ասում Հայաստանը հիբրիդային պատերազմի մեջ է։ Մենք տեսնում ենք ինչ է մեր քույրերի եղբայրների հետ կատարվում Արցախում։ Ստեփանակերտում շուտվանից պետք է լիներ, չէ՞, օրինակ այդ ինչ որ ուտելիքի մենք գիտենք հարուստ հողով մարդիկ չեն կարողանում ունենք մեկը լոգիստիկայի պատճառով, սրա պատճառով ուտելիքի խնդիր կա։ Իսկ մենք ինչով ենք համոզված, որ Երևանը չի ունենալ այդ խնդիրը։ Ես կուզենամ իմ քաղաքի ղեկավարը այնպես մարդ լինի, ասեմ, որ օրինակ ես չեմ մասնակցում այդ ընտրությանը, որ պատրաստական կլինի այդ տեխնոցին սկսած մինչև պատերազմական խնդիրների մենք ո՞նց ենք անելու։ Բայց մենք տեսնում ենք այսօրվա դրությամբ սառնարանը քանդվում է։ Ես գիտեմ վտանգ կա բանի ադրեղացի հետ կապված Սա բոլոր ուզում են շենքեր կառուցեն, ամբողջ ուզում են, այ որտեղ այդ մաստեր պլանը չկա։ Եթե ռազմավարական մաստեր պլանը լինում է, իսկ մենք ունենք կենտրոնում մի հատ կարևոր տեղ, ժամանակին այդ մասը ընդհանուր, ասենք այդ կրկեսից ներքև, Ձյունիք սառնարաններ, այդ Սուրմալուն ինչ էր, ինքը կոնսերվե գործարաններ, Փեթակը ինչ էր, եւ այդ ամբողջը ինչ որ մի ձև սնունդի եւ ուտելիքի հետ կապված էր, միջև այդ բանը, նույն ալրեղացը։ Բայց ես հուսով եմ, որ սեփականատերը ինչ-որ մի պահին կհասկանա, որ դա դժվար է, չի կարելի անել քաղաքի համար տենց բան, որտեղ արդեն ես նույնիսկ իրեն ձեռնտու չէ մեծ հաշվով։ Իհարկե, այնտեղ այնքան մեծ տարածք, այնտեղ կարելի է կառուցել շենքեր, բայց որ դուք պատկերացնեք ալրեղացները սենց է նորմատիվ եղել 500,000 բնակչին մեկ ալրեղաց։ Երևանում արդեն 1 միլիոնանոց քաղաքին մեկ ալրեղացը շատ քիչ է։ Հիմա եթե մենք իրան ապամոնտաժենք
Մենք չենք կարող երկրորդ ով է դա կառուցելու։ Հիմա մենք ունենք Բաղրամյան շրջանում երկրորդը, բավականին լավն է, բայց դուք պատկերացնեք Բաղրամյան շրջանը Թուրքիան ամենամոտիկ սահմանում է։ Եթե պատերազմ եղավ, օրինակ եթե համարենք, որ երազենք մենք ունենք այդ հա, նեցեք։ Ավշարնել։ Հա, դե կան էլի շատ կան փոքր Սևանում եկա, ես ասում եմ Երևանին մոտիկ գտնվող, բայց նաև մոտիկը օրինակ գտնվում Թուրքիային, պատերազմի դեպքում պատկերացնեք, մենք այդ ՊՎՕ-ն եթե Երևան քաղաքի կարող ենք մենք մերով փակենք, բայց դուք տեսնեք սաղ աշխարհում այդ քաղաքային պատերազմների դեպքում ես չեմ ուզում սրեմ իրավիճակը, բայց ես ուզում եմ երևանցին պատրաստ լինի, բացի այդ լավ կաֆեներից, կանաչ, հեծանվուղի ինչ որ մենք սաղ ամբողջ ուզում ենք խոսանք, երազում ենք մարտամոտությունը, ավելի կարևոր բան կա, դա ապահովություն, անվտանգությունն է մեր եւ մեր ընտանիքների եւ մեր քաղաքի սիրած։ Շնորհակալություն։ Այսօր Երևանը ընտրում էր Երևանի քաղաքապետի հաղթանակ կուսակցության թեկնածու Վիկտոր Վնացականյանի հետ։ Կհանդիպենք։